Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ Հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Գալստյան, քանի դեռ չենք անցել հիմնականներ քաղաքական իրադարձություններին, ինչ է տեղ ունենում, 3 առաջի անգամ փաստորեն արդեն ազատության մեջ գտնվելուց հետո դուք մասնակցել եք Երևանի ավականու նիստին։ Ընդհանրապես ձեր տպավորությունը ինչպես է։ Մենք այստեղ շատ ենք խոսել նիստերի այդ բովանդակության, կառուցվածքի, ընդհանրապես հարց ու պատասխանի ընթացքում հնչեցվող հայտարարությունների որակի, մի խոսքով ամեն ինչի մասին խոսել ենք, բայց հիմա փաստորեն դուք արդեն առաջին անգամ այնտեղ տեղում եք։ Դե հիշում եք նախորդ հաղորդմանից ես անդրադարձել էի ավականու նիստերի որակին։ Հիմա արդեն մասնակից եք։ Դա արդեն այն ժամանակ զուտ հեռուստատեսությունով տեսած։ Կարելի ասել, որ կանխատեսումներս 100%-անոց իրականություն էր։ Այսինքն ձեզ ինչպես ընդունեցին։ Ինչ նորմալ, ընդդիմությունը աշխատում էր չնկատեր։ Ընդդիմությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրի նկատում էր, եթե առանձնացնում եք։ Նրանք նորմալ չէ, գոնե հասարակ բարևի մակարդակն եմ ասում։ Գոնե քաղաքացիական պայմանագիրը եւ մնացածները բարևում էին։ Ընդ որում մեր գործընկերները ֆիքսել էին, որ դուք հատուկ բայականների հետ շփվում եք։ Ուրեմն մենք նիստի ժամանակ ներկայացրեցինք առաջարկություն Կամո Արեյանին Երևանի պատվավոր քաղաքացի շնորհելու հետ կապված, առիթն էլ ասեմ ինչու ներկայանում, որովհետև բերել էին 4 հոգու, որոնց ոչ մեկին չենք ճանաչում։ Ասենք եթե խնդիրը տենց է գնում, ապա 30 տարի քաղաքին նվիրած մարդ, կյանքը նվիրած մարդուն խիչ եք առաջարկում։ Այդ թեմայով քննարկում էր գնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆրակցիա ղեկավար Գալջյանի եւ փոխքաղաքապետ, որը նաեւ Հանրապետություն կուսակցությունից է Սարգիս Մադրացյանի հետ։ Այդ երիտասարդ աղջկան ես նկատեցի, որ թաքուր նկարում է, մեջի որ գաղտնիա նկար է, մենք տեսանք իրան, ասեցի տղաները, դե քանի որ մեզ նկարում են, թող ավելի մոտիկանանք։ Հիմա այս բանի մեջ, ընդհանուր իրողության մեջ, օգտվելով ձեր եթերից, այդ աղջկան մի հատ ընդհանրապես հարց գտամ, էլի։ Ասենք, օրենսդրական նախաձեռնությունը իր կարծիքով ես ում հետ պիտի քննարկեմ։ Եթե ոչ ազգային բանի ավականիում գտնվող ֆրակցիաների ղեկավարների հետ։ Հաստատ ոչ իր հետ։ Կոնկրետ իր հետ քննարկելու բան չունեմ։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այսուհետ լինելու եք ուշադրության կենտրոնում եւ Ես գիտեմ, նայ քիչը որն է։ Քաղաքականություն, քաղաքական պայքար, նույնիսկ այն ինչ որ կատարվել է իմ ընտանիքի անդամների հետ, ես իրավաբան եմ կամ մեղքի անհատականացման սկզբունք։ Հիմա քաղաքացիական պայմանագիր էս պայն ես չգիտեմ, բայց կարող ունենամ 50 կամ 60,000 անդամ։ Հիմա ինչ 60,000 անդամին ես մեղադրեմ, թե ինչու եք կալանավորել իմ տղային կամ կնոջս։ Հիմա Երևանի ավականին է, լավ թե վատ դա է։ Աշխատելու եք միասին։ Մենք պիտի աշխատենք, ասենք իրանք ոնց են պատկերացնում, ոնց պիտի աշխատենք հանուն Երևանում։ Երևանցու։ Վերջի Երևանցին, որ մեզ ընտրել է, հո չի ընտրել, որ մենք գնանք այնտեղ հրով պահենք կամ ամեն թեմայի ժամանակ իրար հետ կռվենք ու ոչ մի բան։ Հայոյանքներ, կռիվներ։ Անդադ իրար հայոյանքներ տանք, աստու բոլոր մեղքերի մեջ փոխադարձ մեղադրենք ու դրանով ավարտվի, դրա համար են մեզ ընտրել։ Ինձ որ ես որևիցե կաշկանդվածություն չունեմ ոչ Մայր Հայաստանի հետ շփվելու, ոչ ազգային առաջընթացի, ոչ քաղաքացիական պայմանագրի, ոչ Հանրապետություն կուսակցության հետ, բոլոր առումներից բազատ, դրանք մեր գործընկերներն են, կա Երևանի ավականի, որը որ պիտի ընդունի որոշումներ։ Հիմա եթե ես չշփվեմ, չխռովել լինեմ, ո՞նց եմ շփվելու։ Ո՞նց եմ աշխատելու։ Կամ նույն ազգային ժողովում չեն շփվում իրար հետ։ Նույն ազգային ժողովում իրար հետ գործողումների չեն գնում են։ Այսինքն իրանք ինչ են պատկերացնում, մենք պիտի մտնենք, իրար հետ չխոսանք, կրկեսային ներկայացում, այլ ավականու նիստերները որ սկսվում է, մենակ պիտի մարդիկ նստեն, ասենք Վարդան Ղուկասյանի եթերները հիմա չկա, այդ եթերների գոնե մի որոշակի հատվածի բավականությունը ստանան, թե ով ու ինչպես հայոյեց։ Ամեն դեպս մենք դրան դեմ ենք եղել, ես չեմ պատրաստվում լավ sense ասեմ, որ որևիցե մամուլի կամ լրագրողի մտասևեռուն մտքի արդյունքում իմ վարվելակերպը կամ քայլերը փոփոխան։
Վերջում ինչ ստացվեց, եթե դուք առաջարկել եք Կամո Արեյանի տեխնացությունը։ Քննարկման փուլում է պայմանավորվել ենք, որպեսզի գրավոր ներկայացնենք առաջարկը, որտեղ պատվավոր քաղաքացու նախագծի ներկայացման միանավակ արտոնությունը Երևանի քաղաքապետինն է։ Հիմա հանրային ձայնը կդիմի քաղաքապետին, որ քաղաքապետը նախագիծը ներկայացնի մենք հենց այդ ենք, հենց կոնկրետ այդ հարցն ենք քննարկում եւ այդ պահին, որ մեզ լուսանկարել են, հենց դա ենք քննարկում։ Հիմա մենք պիտի ներկայացնենք առաջարկություն Երևանի քաղաքապետին, Երևանի քաղաքապետը, եթե համաձայնվում է, պիտի ներկայացնի նախագիծ, եթե չի համաձայնում, հիմնավորված մեծ պիտի մերժի, որը որ նույնպես վիճարկման առիթ է։ Բոլոր նիստերին դուք հետևել եք, ամեն դեպքում արդեն ներկայությունը ձեր այնտեղ կա եւ քաղաքի հետ կապված, քանի որ խոսեցինք, ավարտենք այս թեման եւ անցնենք մյուս հարցերին։ Մալայցիա շուկայում 3 բավականին մեծ հրդեհ է փաստորեն։ Ինչի հետ է կապում այս ամենը, այնտեղ ասում են հոսանքի լարերի եւ այլն։ Այսքան տարիների ընթացքում այդ գազաֆիկացման խնդիրը չլուծվեց, մարդկանց անվտանգության խնդիրը չլուծվեց։ Ունենք Մալայցիայի Մենք Սուրմալուն ունեցանք եւ դա կարծես թե մեզ համար դաշ չեղավ։ Դրանից հետո ցավոք սրտի մենք էլ մեր ժողովուրդը այնպեսին ենք, որ երբ որ մի դեպք է լինում, մի քանի ամիս գոնենք, նրանից հետո նորից նույն վիճակը։ Այք Տիկին Մարի, խնդիրը ինչու՞մն է կայանում։ Մեր ժողովուրդը ամեն դեպքում է սովետական ժառանգությունը դեռ գենետիկոնեն մեր մեջ կա։ Մալայցիայի շուկայի հետ կապված, Մալայցիայի շուկան, ինչպես նաև Սուրմալուի շուկան, դրանք այլ անձի սեփականություններ են։ Այսինքն Երևան քաղաքը դե գործառույթ չունի։ Իր գործառույթն է, որ եթե մարդը վաղը որոշի դիցուկ իր շուկայում սարքի 16 հարկանի շենք, այդ ժամանակ գալիս է դիմում քաղաքապետարան։ Այսինքն այնտեղ հոսանքի լարերը լավ կլինեն կամ վատ կլինեն, դա հոսանքի լարերը դա ներքին գործերի նախարարության խնդիրն է, որպես MÇS, որպես այն, որ գան վերահասկեն։ Երևանի քաղաքապետարանը թե որևիցե գործառույթ չունի, մենք նույնիսկ չենք էլ կարող այնտեղ մտնենք եւ իրանք կարան մեզ հանգիստ չթողան, որ մենք մտնենք։ Բայց ժողովրդական բանահյուսության մեջ ինչ նման բան լինում, ասում են քաղաքապետարանը։ Ամեն դեպքում Երևանցու շահերի մասին է, չէ՞ այստեղ։ Okay, համաձայն ենք մենք դրա հետ, բայց եթե դա կոնկրետ X անձնավորության սեփականությունն է, ինչ պիտի անի Երևանի քաղաքապետը։ Հիմա մեզանից ցանկացածը սուրի իր սեփականությունն է։ Հիմա այն բնակարանի հետ Երևանի քաղաքապետը կարող է ինչ-որ բան անի։ Բնականաբար ոչ։ Հիմա եթե մի քիչ ավելի մեծ բնակարանը X անձնավորությունը, այլ խնդիրը որ համապատասխան կառույցները, որոնք որ պարտավոր են այդ վերահսկողությունը իրականացնեն, որը որ հաստատ Երևանի քաղաքապետարանը չի, այդ հարցով իրանց պիտի դիմեն, թե ներքին գործերի նախարարությունը քիչ պատշաճ վերահսկողություն արի, գազի վարչությունը քիչ պատշաճ վերահսկողություն արի եւ այս կարգի։ Բայց Երևանի քաղաքը տվյալ դեպքում որովհետեւ խնդիր չունի։ Օրինակ հիմա նայեք, ձեզ հասարակ օրինակ եմ բերում, մեր գրասենյակի Գայի Պողոտա 2 շենքի արդեն 3-րդ ամիսն է, ջուր մտնող հիմնական մագիստրալը տրակած է։ Ընդ որում մասիվի հետ կապված այդ ջրի խնդիրը ամենամառ լինում է այս տարիներ եղավ։ 3 ամիս անընդհատ 2.5 դույմանոց ջուրը լցվում է շենքի տակ։ Զանգում ենք վիոլա ջուր։ Ասում է մերը միջև շենքն է։ Զանգում ենք թաղապետին։ Ասում է էդի մերը չի վիոլա ջրինն է։ Զանգում ենք համատիրություն, ասում է մենք չունենք որևիցե տեխնիկական միջոցներ, որ դա անենք։ Ես ինքս չեմ կարողանում այդ գործողությունը անեմ, որովհետև ընդհանուր մագիստրալը պիտի փակի, փակողը վիոլա ջուրն է, որ ասում է ես դրա հետ գործ չունեմ։ Հիմա երբ որ երեք հետս այդ հարցել էի քննարկում իրանց հետ, այդ նկարահանման ժամանակ։ Սկզբում իրանք են նույն ձև պատասխանեցին, բայց իրանց ասում լավ ժողովուրդ, շենքը ո՞րն է։ Շենքը քաղաքինն է։ Գոնե թե ֆասադները օրենք են ընդունել, որ ֆասադների ռեկլամները Երևան քաղաքինն է, ասում հա, շենքը ֆասադինն է։ Հիմա ասում լավ ջուրը Տրուբեն չէ, ջուրը խողովակը չէ, ջուրը վիոլա ջրին է, չեն կդանով փող է աշխատում, այդ ջուրը գնում է գետնի տակ, առանց որևիցե հաշվի չի։ Հիմա ասում, եթե շենքը դարա վթարային 136 բնակարանոց շենքը։ Ով է հարցելու։ Երևան քաղաքապետարանի վրա բեղ լինելու, ասում է, պրինցիպի հա, կլինի։ Ասում հիմա ձեզ հարց եմ տալիս։ Կամ թեկուզ ձեր լիազորություններից դուրս այդ խողովակի հարցը լուծեք, կամ հակառակ դեպքում մի տարի հետո ամենակիչը դուք ունենալու եք վթարային շենք 13 հարկանի։ Այս օրենսդրական բաժանումները այն աստիճանի արած մարդ արդեն չի կարողանում հասկանալ։ Վիոլա ջուրն ասում է իմ խողովակի տերը ես միջև շենք եմ, դրանից հետո գործ չունեմ։ Թաղապետարանն ասում է դա համատիրություն է։ Համատիրությունն ասում է ես փող չունեմ։
Հետո համատիրությունը եթե ուզում է այդ խողովակը անջատի, այսինքն ընդհանուր մագիստրալը պետք է անջատի, որ կարողանա գործանալ, վիոլաջուրն էլ ասում է կուբերացիվ հիմնավորումներն իսկ բավարար չեն։ Արդյունքում երրորդ ամիսն է, գայի պողոտա երկրորդ շենքի տակը լցվում է ջուր։ Հիմա թե ինչ անելու սրա վերջ արդեն չգիտեմ։ Ասենք ես ինքս չեմ կարողանում սարքել, որտեղ մագիստրալը պետք է անջատեմ, որ կարողանամ զոդավորողներին բերեմ, կարողանանք զոդենք այդ խողովակը։ Ինչ պետք է լինի բնակիչները ըստ երևույթին պետք է նորից փողոցներ։ Դրանից բացի պետք է հաշվիչները անջատվի, հիմա եթե հաշվիչները չի անջատում, վիոլաջուրը անջատում ենք մենք այդ մարկանց վրա գալիս է ուղանքներ, այսպես մի հատ իրավական կազուսի մեջ չեն գնի, բայց արդյունքում կարող է շենքը։ Իսկ բնակիչները ինչ են անում դրա համար։ Դե ինչպես մեր ժողովրդի մոտ ոնց է, քանի դեռ իրանց տունը ջուրը գալիս է, իրանք որևէ խնդիր չունեն։ Միջավ կփլվի։ Քաղաքի հետ կապված եւ քանի որ երեք նորից առաջիկ խոսեցինք հրդեհներից, աղբավայրի հետ կապված ձեր կարծիքը ո՞րն է։ Դե ես ասել եմ, այդ հալցը նույնպես երեք քննարկել ենք, որ պիտի ներդնող բերվի նոր աղբավայր, նախ առաջինը պիտի պատրաստվի, սարքվի նոր աղբավայր, երկրորդը պիտի աղբավերամշակման գործարան դնեն։ Նախկինում եղել է այտենց ամեն անգամ դեռ նախկին իշխանությունների ժամանակ, նաև իրանց իշխանությունների ժամանակ սան ու այն ժողովրդական բանահայտությունով եմ ասում ձեզ։ Առաջարկ տրեղել են, մեկ ասում է հատկատեն ուզել չենք համաձայնվել, մեկ ասում է սենց, մեկ ասում է նենց, բայց լուծում հետա ուրիշ լուծում չկա։ Պետք է ստեղծվի աղբի վերամշակման գործարան, առաջինը, եւ երկրորդը պետք է ստեղծվի նոր աղբավայր։ Պարոն Գալստյան, տեսնում եք ձեզ այդ ավականու նիստերին եւ ընդհանրապես որպես ավականի տեսնում եք ձեզ այդտեղ ինչ որ որոշակի առաջարկներ եւ դրական հաջողություններ ստանալու հնարավորություն։ Ամեն դեպքում ձեզ վաղուց եմ ճանաչում եւ իրավական կողմը պահպանելով եւ հասարակության հետ եք շփվում եւ հատկապես հաշվի առնելով նաեւ ձեր տարիների փորձը, որտեղ մյուսների համեմատ ձեր տարիքը թույլ է տալիս, այո։ Նույնիսկ ազատազրկման վայրում, երբ որ իրանք նախագծեր էին բերում, թե ընդդիմությունը, թե դիմությունը, ասենց ասեմ, 10-ից 7-ի դեպքում այն առաջարկները, որ մենք ներկայացրել ենք, առանց հայհոյանքի, առանց կառուցիայի մեջ մեղադրելու, զուտ մարդկային նորմալ աշխատանքային հարաբերություններով, ասեմ ձեզ դες չի, որ քարտ կտրել են, ասել են, չէ, մենք սենց ենք ուզում, սենց պետք է լինի։ Եղել է, որ նախագծեր են հանել շրջանառությունից, եղել է, որ որոշակի ճկունություն են ցուցաբերել, բարեր են փոխել, նախադասություններ են փոխել, բնույթն են փոխել։ Այսինքն ասել, որ այսօրվա գործող քաղաքապետարանի հետ աշխատել անհնար է, չէ, սուտ կլինի։ Հիմա կասեն նորից Գալստյանը, չէ, որ դուք բերեցիք Ավինյանին, հիմա ես այդ հարցին երեք պատասխանել եմ Ավինյանին։ Բերողը օֆիցիալ ինքը իր եթերներով 5 անգամ հայտարարել է, ով է բերել Ավինյանին։ Նույն հարցերը քիչ լրագրողները տվեցին, բա ով է բերել Ավինյանին։ Վարդան Ղուկասյանը ինչ կապ ունեց։ Ասում եմ ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանը իր եթերներով 5 անգամ հայտարարել է, որ Ավինյանին բերել է ինքը։ Հիմա որ 8-րդ անգամ դուք այդ հարցից տալիս եք, գալիս են արտակը, որ ժամանակ եղել է կանանքի տակ, ինչ պիտի պատասխան։ Պատասխանելու եմ նույնը։ Բացեք Վարդան Ղուկասյանի եթերները, մարդը բերանով ասում է ինքն է բերել, նաև բացատրում է ինչի է բերել։ Մեզ ոչ պատրաստում են Վարդան Ղուկասյանի բարերը բեկտաբանեմ, առավել եւս որ ինքը կանանքի տակ է, ոչել են, դա փաստա, որը հաստատված է։ Իմ սուբյեկտիվ կարծիքը ասել եմ, նորից կասեմ։ Մեկ ձենի տարբերությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եթե նորից գնային ընտրության 5 վայրկյանում լուծելու էր, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերը տարել են իրանց ձայների առավելագույնը, որ մի քիչ էին վարչական ռեսուրս օգտագործել, մի քիչ էին կեղծել դա ԿՊՆ-ը, մի քիչը շատ կեղծեին կունենային ազգային ժողովի պատկերը։ Այդ ժամանակ որևիցե մեկը ընդդիմադիր ավականների հետ այլ որևիցե հարաբերության մեջ չեր մտնելու, ամեն ինչը դակելու էին այնպես, ինչպես արել են ազգային ժողովում։ Այսօրվա դրությամբ գոնե ունենք այնպիսի իրավիճակ, որ առանց քննարկման, առանց ընդդիմության ձայների իրաց մոտ ոչինչ չի ստացվում, դա էլ բերում է նրան, որ կարողանում են գոնե մինիմալ որոշակի բարվոք լուծումներ գտնել։ Տրանսպորտի սակագների հետ կապված մենք տեսանք արդեն այդ իրավիճակը։ 300 դրամը սարքեցին 150։ Եվ Միջալոց այդ թեմայով էլ կարող եմ էտել ասեմ նոր անցնենք, հենց երեք կակրած Մար Հայաստանի ժողովրդի հետ է խոսում, դա առաջ անգամ է եկել, այդ դույն տրանսպորտի հարցը իրանք բարձրացրեցին, մարդկանց բացացում եմ, ասում ժողովուրդ, նայեք, իրանք բերել էին 300 դրամը։ Դուք ասում եք բոյկոտ ենք։ Ընդ որում 300 դրամը արդեն անցած էր։ Մենք չբոյկոտեցինք, մտանք, սարքեցինք 150։ Ասում հիմա նայեք, դուք որոշել եք տրանսպորտի բոյկոտ, ճիշտ ասում հա։
Ասում դե հասարակ հաշվարկայելի մաթեմատիկա է։ Հիմա 500,000 կա ուղևոր, սիմվոլիկ եմ թիվը ասում։ Հիմա ձեր բոյկոտով, եթե դուք 20% բոյկոտ եք անում 300-ի դեպքում, եթե բանն է։ Էլի քաղաքապետարանը պլյուսով է գնում։ Շահած է դուրս գալիս։ Շահած է դուրս գալի եւ քո բոյկոտը որևիցե ազդեցություն չունի։ Բայց եթե 150 է դառնում, որի համար մենք մտել ենք եւ քվեարկել ենք, ժողովուրդ ջան, այդ դեպքում ձեր 20%-անոց բոյկոտը էֆեկտիվ է, ազդեցություն է։ Ասում հա, մենք դա չենք հաշվել։ Ասում դե հիմա ես մեղավոր եմ, որ դուք չեք հաշվում։ Նորից եմ ասում, ընդ մենք չենք մտել մեր անվան համար, մեր անունը Քավլիցի, գոնե թե իմը 90-ական թվականներից է գալիս։ Մենք ունենք հիմնական մի նպատակ, դա իշխանափոխությունն է։ Որ այդ նպատակից, որ 21 թվականին մտել ենք, տենց էլ մինչև այսօր չենք շեղվել, չենք էլ պատրաստվում շեղվենք։ Հիմա այս հետ կապված մենք պետք է աշխատենք, այլ ոչ թե գնանք, խոսքի մեկս մեկից վիրավորենք։ Կամ լավ, ասենք Երևանի քաղաքապետարանի, Հանրապետության կուսակցության կամ այն մյուսի ավականիները։ Նախ առաջինը ոտքեք օբյեկտիվ լինենք, իրանք ինչ դեր կամ դերակատարում ունեն այս երկրի կառավարման մեջ, հայ-թուրքական հարաբերությունների մեջ կամ Շուշիի անկման կամ Արցախի հանձնման, ոչ մի։ 50-60,000 անդամ ունի քաղաքացիական պայմանագիրը։ Հանրապետական կուսակցությունը ուներ 160,000 անդամ։ 90-ական թվականներին ՀՇ-ի անդամների քանակը 300,000-ը անցնում էր։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի արարքների համար մենք այդ 300,000-ին պիտի հայոյենք, թե Սերժ Սարգսյանի արարածների համար հանրապետականների 160,000-ին։ Եթե մենք այդ երկուսը չենք անում, նույնն էլ ստեղ են։ Դա հիմա մեր ժողովրդական բանն է, ընդհանրապես։ Բայց նրանցից որևիցե մեկի իմ սուբյեկտիվ կարծիքն է, գոնե թե իմ մասով, ասենք Տիգրան Ավինյանը կամ Արմեն Գալջյանը կամ նույն Սարգիս Մազարյանը որևիցե պատասխանատվություն չունեն Արգիշտ Քարամյանի կատարած գործողությունների համար, որ ես գամ իրանց հետ սկսեմ թշնամի դառնալ, ինչա թե դուք այդ նույն զնաչոկից դուք եք կրում։ Նկատի ունեք, որ ավելի շատ անձնական հաշիվներ կամ քաղաքականություն օգտագործում եք, քան թե բայց եկեք արձանագրենք, որ մի լավ դրական արդյունք ունենք արդեն Լենինգրադյան փողոցի վերանվանումը։ Այդ թեմայով էլ ընդդիմությունը մեծ միտինգ արեց։ Դրա համար նույնպես ես խոսացի։ Այսինքն ընդհանրապես Լենինգրադյան փողոցը անվանափոխվում է Քրքորյանի։ Մենք կողմ ենք քվեարկում։ Դες հասարակ ժողովուրդ եք նայում եք մեջի չեք եղել դրական եք չգնահատում։ Ուրեմն այս հարցը եկավ դարավ հայ-ռուսական հարաբերություններ։ Հանրապետություն կուսակցությունը մեղադրվեց, որ իրանք ուզում են ռուսի քոքը Հայաստանից կտրեն, թե ինչ կապ ունի Լենինգրադը, երբ որ Ռուսաստանում անգամ Լենինգրադ գոյություն չունի։ Սանկտ Պետերբուրգ։ Մի փոքր գնանք դեպի խորքերը, այստեղ հասկանալի է թե ինչու է այդ ընդհարումը տեղի ունենում։ Արոն Գալստյան, պարզապես ինչպես դուք եք ասում, պետք է արդեն առանձնացնել, թե որտեղ ինչի մասին խոսել եւ Իմ ասածը հետևելն է, պետք է լինի adekvat։ Ես էլ հելը ասացի, որ մի քիչ շուտ ասացել եմ, ես կառաջարկեի դիցուկ Լենինգրադյան փողոցը անվանափոխել Արարատի։ Մանավանդ որ այնտեղ ունենք Արարատյան մասիվ։ Մեզ էլ այդ առաջարկեց։ Դες դա էլ է քաղաքական, որտեղ Արարատի հետ էլ կապված այլ թեմաներ ունենք։ Քավլիցի, ոնց ասեմ ձեզ, իմ ներքին զգաց, Արարատը դա իմն է, դա իմ հայ ազգի սիմվոլն է, դեռ նոյի ժամանակներից սկսած։ Այսօր փորձում են դա քաղաքականացնել, այսօր փորձում են վաղը չի ստացվելու, մյուս օրը մոռացվելու է։ Բայց բերել հիմա փողոց անվանափոխություն Քրքորյան ու բերել կապել դրա հետ, դա մի բան չի։ Կամ հասարակ բան եմ ասում, այն որ նայում ես, sense մտածում եմ լավ թե խնդամ։ Ասենք շենքի շմագի էկոլոգիայի հետ կապված նախագիծը, որ դի կամ հաստատեն կամ մերժենք։ 5 րոպեում այս նախագիծը դարավ կաթողիկոսի հարց։ Ասենք կողքից անաչափ դիտորդով որ նայում ես, դες տպավորությունը, որ այդ շմագի թույլտվությունը հաստատում է հայ առաքելական եկեղեցու ղեկավար կաթողիկոս Կարեկին բան։ Ասում ժողովուրդ դուք ինձ կարաք բացատրել, կաթողիկոսը շմագի հետ կապ ունի, ասում չի, ասում բա ինչ կապ ունի այս հարցը քննարկման մեջ կաթողիկոսը։ Ուզում եք քաղաքական առաջարկել եմ իդեպերեք դույնպես, ասի ժողովուրդ ջան, եկեք ազգային ժողովում ոնց է որ ֆրակցիաները ամիսը մի անգամ ելույթ են ունենում։ Ժամ սահմանեք, եթե ուզում եք քաղաքական ելույթներ ունենաք, հավաքվեք, դա իրար մորթեք, կերեք, ինչ ուզում եք արեք, բայց որը որ վերաբերվում է, ասենք դիցուկ Երևանցու խնդրին, որ օպերատիվ եւ արագ լուծումներ է պահանջում, մի սարքեք քաղաքական շոու։ Այսօր Երևանի ավականից սարքել են մինի ազգային շոու,
թքած ունեն Երևանում ինչա կատարվում, ընդհանրապես ինքն է արտահայտում, սրանք հայհոյում են սրանց, սրանք հայհոյում են սրանց։ Ընդ որում արդյունքում վերջնական արդյունքում հայհոյվում են այնպիսի մարդիկ, որոնք ընդհանրապես որևիցե առնչություն չունեն ոչ ավականը, ոչ ներկայացված նախագծի։ Ասենք Ռոբերտ Քոչարյանը աշկից լուսի չի, բայց վերջնական արդյունքում սկսեցին բոլորով հայհոյել այդ Ռոբերտ Քոչարյանին։ Մեր Վահան Ավագյանն ասում է այս պատկերացնում Ռոբերտ Քոչարյանը դիցուկ եթե հաղորդում նայում, ասում է եղբայր ես այդ տրանսպորտի խոսքի մետրոյի որ վագոնը փչացել է ես դրա հետ ինչ կապ ունեմ որ վերջնական արդյունքով դից սկսեցիք վերջում սկսեցիք ինձ հայել։ Էսա ու կաս հույս ունեմ որ կարողանանք ուղենք, հա։ Շատ բարի կհետևենք, պարոն Գալստյան, հիմա դուրս գանք Արշատև գովազդային դադարի, որից հետո անցնենք ներքաղաքական թեմաներին, որոնք պակաս կարևոր չեն եւ ամեն դեպքում դրանք վերաբերվում են մեր եւ հոգեվոր արժեքներին եւ մեր անվտանգությանը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանրային ձայնկուսակցության նախագահ Արտակ Գալստյանը։ Պարոն Գալստյան, Երևանի խնդիրների հետ կապված, ավան կոմունիստերի հետ կապված մենք ամեն դեպքում հետևում ենք, դուք էլ արդեն տեղում եք, ընդ որում ենք զանգ ունենք, մեկ զանգի պատասխանենք, որից հետո շարունակեմ ես իմ հարցը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ պարոն Գալստյան, ողջունում ձեզ հրավերտ Գլենդելից։ Գիտեք ես այս հաղորդման կանոնավոր զանգարողներից եմ, ցավոք երբ ես սկսեցի կանոնավոր կերպով զանգարել, ձեզ արդեն ձերբակալել էին նախկինում չէր վիճակվել ինձ ձեր հետ շփվել, բայց ուրախ եմ, որ կարող եմ երկրորդ անգամ ձեր հետ շփվել։ Տեսեք պարոն Գալստյան, մինչև հարցալ ասեմ, որն է շատերիս համար խնդիրը ընդհանուր գլոբալ, այն որ իշխանությունները
ըստ շատերիս, այդ թվում սփյուռքահայերիս, կարողանում են հպատակեցնել ընդդիմության որոշ հատվածին, այդ արևմտածնետին, օրինակ թեկուզ հանրապետություն կուսակցությունը, որը հավաքանում է միգուցե կոմպրոմատներով եւ այլն, եւ տպավորությունն է, որ ձեր ուժը եւ ձեզ եւս ինչ որ ձևով կարողացել են հպատակեցնել։ Ես չեմ ուզում այդ սազանդար բառը գործածել, բայց հղում եմ անում, որ իմացվի ինչի մասին է խոսքը։ Եվ ասեմ, պարոն Գալստյան, Տիգրան Ավինյանը շարքային քվեական չէ։ Սովորաբար, երբ ղեկավարը որևէ վատ բան է անում, պարագլուխները կամ բարձրաստիճանները պատասխանատու են այն բանի համար, որ նրանք այդ կուսակցության մեջ են։ Եվ իդեպ դեմոկրատական երկրներում, ինչպեսին է մեր մոտ Ամերիկայում, նորմալ է, որ ընդդիմությունը իր ուժը գործածում է, թեկուզ հենց աղաղակելով, բարձրաձայնելով, ուժ գործադրելու իշխանությունների դեմ։ Երկու հարց ես տամ։ Նախ ձեր վերջին միջև ձերբակալությունը Տիկին Պետրոսյանը ձեզ պատահաբար անվանեց պարոն Փաշինյան, դուք ասեցիք խնդրում եմ ինձ չվիրավորեք։ Առաջին հարց, արդյոք դուք դեռ վիրավորվում եք, եթե ձեզ անվանեն պարոն Փաշինյան։ Եվ երկրորդ հարց, որևէ սխալ բան կամ վատ բան ձեր կարծիքով իշխանությունները կամ ԿՊԱ-ականները արել են թե ոչ։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ զանգի համար։ Ուրեմն վիրավորանքը եթե նույնականացնում են երկրի վարչապետի հետ մնացել է նույնը մեկ, ինչ են արել այսօրվա գործող իշխանությունները, կարծում եմ դրանք դասում են հանրահայտ փաստերի դաշտին, Արցախի կորուստ, 5000 երեխա գերեզմանի մեջ, 12000 վիրավոր, ազգային ինքնության կորուստ, ցեղասպանության օրացում, եկեղեցու վրա գրող, այսինքն կարելի է թվարկել եւ չկանգնել։ Այդ դրանից էլ վիրավորանքն է գալիս։ Ինչ վերաբերում է ճիշտ է հարցը մեջ չհնչեց հայ հանրապետություն կուսակցությանը, ես չեմ համարում, որ նա հպատակացված է, որտեվ ի սկզբանե հանրապետություն կուսակցությունը եղել է քաղաքացիական պայմանագրի գործընկերը, կիսում են նույն գաղափարները, գնում են նույն ճանապարհներով, երկուս։ Երրորդը ինչ վերաբերում է իմ հետ կապված գործերին եւ Տիգրան Ավենյանին, լավ sense ասեմ ձեզ, Երևանի քաղաքապետը չունի որևիցե իրավական կամ վարչական լծակ դիցուկ կեղծի իմ գործի ապացույցները, որը որ կատարվել է։ Ես ընդունում եմ այդ տրամաբանությունը, որ իրանք մեջն են կարան ընդվզեն, բայց sense ասեմ ձեզ, երեք ես դրանել եմ արադարձել, իդեպ Վարդան Ղուկասյանի, երբ որ Վարդան Ղուկասյանի գործից էին խոսում Երևան քաղաքի հավաքանիում, թե ինչ կապ ուներ, տենց էլ չհասկացանք։ Ես օրինակը բերեցի Երևանի քաղաքապետի Երանի հարային կապերի վարչությամբ ձերբակալված, կալանավորված, հիմա տնային կալանքի տակ գտնվող Գյուրջանի մասին։ Ասի նայեք, ես չեմ ասում Գալստյան Արտակ, ես չեմ ասում ես։ Հիմա Երևանի քաղաքապետարան ձեն հարային այդ որ ստուգանում բան են անում, այդ վարչության պետի մասին է խոսքը։ Կա ձայնագրություն։ Խոսում են երկու հոգի իրար հետ։ Ասում են դիմեն ենք իրան, մարդը զանգեց, մեր հարցը մի քիչ արագացավ, տանեք, դիցուկ 2 կոպեկ փող տանք։ Երկրորդը պատասխանում, ասում է հո դու գիշ չես, որ գնանք դες բան առաջարկենք, ինքը կզայրանա, կարող է մի բանով էլ մեր խփի մեր գլխին։ Վերցրել են այս զայնագրությունը, Գյուրջանին առաջադրել են մեղադրանք։ Ասի եթե հո ձեր մեջի տեղն է, սա է ձեր քննչական մարմինը, սա է ձեր նախաքննական մարմինը։ Հիմա այս իրավիճակում դիցուկ Ավենյան իրոք շարքային չի, վարչության անդամ է, Երևանի քաղաքապետն է։ Հիմա այս հարցում ես Ավենյանին մեղադրեմ, թե նախաքննական մարմնին, թե գլխավոր դատախազը։ Ամփոփեմ այս ամբողջ հարցի պատասխանը։ Ես իրավաբան եմ ուղղությունով։ Դրա համար էլ ամեն ինչին այդ որ նայում եք։ Իմ մոտ կա մեղքի անհատականացման սկզբունք։ Բնականաբար օրը գալու է, ժամը գալու է, մենք այդ հարցերը տալու ենք քաղաքացիական պայմանագրի կամ նույն հանրապետության կամ ով այսօր սատարում է այս իշխանությանը, որ դուք էլ ունեք ձեր պատասխանատվության չափը, ընդհանուր միջև Շուշիի անկումից եւ Արցախի կորուստը։ Բայց քրեայրավական տեսանկյունից դու չես գալու այդ մարդուն առաջադրես մեղադրանք, թե ինչու է կորցվել Շուշին։ Հիմա մենք ունենք բավականին չեմ ուզում անունները տամ բլոգերներ կամ հարային դեմքեր, որոնք գալիս են ստեղ ելույթներ են ունենում եւ դրանց ավելի շուտ կարաս մեղադրես, որտեղ իրենք կարողանում են ձևավորեն հասարակական կարծիք Արցախի անկման հետ կապված, քան թե դիցուկ այն պաշտոնյային, որ ԿՊԱ-ական է, բարձր պաշտոն է զբաղեցնում, բայց կյանքում այդ թեմայը երբևիցե որևիցե նախադասություն չի ասել։ Սա ես որպես իրավաբան եմ ասում, դա հիմա թող մեր հասարակությունից ներող էլի, որ իմ մոտ փաստը կա կխոսամ, փաստը չկա ենթադրությունով չեմ կարող որևիցե մեկին մեղադրեմ, որտեղ
բոլոր իշխանությունների ժամանակ ես ազատազրկվել եմ կոնկրետ այդ իշխանության ենթադրությունների համար։ Հիմա եթե երկու կուսակցությունների մասին խոսեցիք, հանրապետություն եւ քաղաքացիական պայմանագրի գործընկերներ չեն նրանց չեն հպատակեցել։ Այդ դեպքում ես հասկացա մեր հեռուստադիտողի նաեւ ենթատեքստը, ապա ձեր միջև գործարք կա, որ դուք ազատության մեջ եք եւ հիմա ավականուն նիստերի։ Եթե մեր մեջ լիներ ձեզ գործարք, հպատակեցրել են, ձեզ Սենց ասեմ, եթե մեր մեջ լիներ որևիցե գործարք, ես 23 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ որ Տիգրան Ավենյանը դարձավ քաղաքապետ, եւ ես եւ գիլս եւ որդիս կազատվենք։ Ոչ թե դրանից 2.5 տարի կշարունակենք կրել կալանք։ Ասենք, էդի ասում են, միևնույն ժամանակ ես բազմիցս հայտարարել եմ եւս մեկ անգամ հայտարարեմ։ Լավ, էդ ինչ գործարք եմ կնքել ես, որ հանրային ձայն կուսակցության գրասենյակը միջև այսօր կապարակնքված։ Էդ ինչ գործարք եմ կնքել ես, երբ որ միջև հիմա կինս, ես, որդիս մեղադրալի կարգավիճակում են գնում ենք դատարան։ Այդ ինչ գործարք եմ կնքել ես, որ նույնիսկ գույքը արգրաված, քրեական գործը դատարանում է իրեղեն ճանաչված չի, դրվագների մեծ մասը արգրաված գույքերի կարճված է ու գույքը մեր հետ չեն տալիս։ Լավ, ես ուզում եմ հասկանամ, ինչ գործարք եմ։ Դուք ազատության մեջ եք։ Դուք հիմա Նոյան Տապանում եթերի եք։ Okay, դրան էլ պատասխանեմ։ Ես ազատության մեջ եմ, որովհետև բոլոր վկաները հարցաքննված են, բոլոր ապացույցները հետազոտված են, մնացել է լրացման փուլը, որ արդեն ապացույցներ պետք է ներկայացնենք։ Մենք չկար որևիցե իրավական հիմք Արտակ Գալստյանին ավել կալանքի տակ պահելու, առավել եւս 150 միլիոն դրամ գրավի արկայության դեպքում։ Այդ համակարգում էլ գործարքի գնալ եւ այսօր ազատության մեջ լինել։ Սեպտեմբեր, կալանավոր մանս առաջի ժամից սկսված դա ինձ առաջարկվել է։ Նոտ որում մենք մեր նախորդ հաղորդման Ստացել եմ մերժում, խոշտանգվել եմ, լավ, սենց ասեմ, գնացել եմ գործարքին, չեմ շարունակում խոշտանգման գործը։ Շարունակում եք։ Իհարկե։ Չեմ նորից բողոքարկում։ Ընդ որում ձեր դատավարությունը դեռ ավարտված։ Նաև իմ դատավարությունը դեռ ավարտված չի։ Հիմա ուզում հասկանամ այդ գործարքը որտեղ է։ Դատավարությունը ինչպես կավարտվի ըստ ձեզ։ Անկախ այստեղ թե ինչպես դուք ձեզ կդրսևորեք, թե այս հպատակեցմանը հարցն ես այսքան կապ չունի, որովհետև չեմ ուզում հիմա ոչ դատավորին անդառնամ, ոչ նրան, բայց ու դատախազության պահվածքով կարամ ասեմ, որ դատախազությունը միջև վերջ պայքարում էր, որ նույնիսկ իմ Էստոնիային կալանքի չգնամ, լավագույն ապացույցներ, որ բողոքարկեցին եւ վերաքննիչ եւ վճռաբեկ, այսինքն ամեն դատանի կողմից կայացված մեղմացուցիչ խափանամիջոցի հետ կապված ակտը գլխավոր դատախազության կողմից, անձամբ գլխավոր դատախազի կողմից բողոքարկվել է բոլոր ատյաններով։ Դե եթե գործարքը էր, գոնե չէր բողոքարկի։ Ընդ որում մենակ իմը չէ եւ իմը եւ կնոջինս եւ որդունս։ Կհետևենք ամեն դեպքում գործարքի հետ կապված իրողությանը, պարոն Գալստյան։ Ամեն դեպքում սա ես հանրության հարցերն եմ, այստեղ հնարավորություն տալիս հնչացնել, հնչեցնել։ Օրինակ, հիմա նաեւ թազա կոնսպիրալոգիչեսկի բանա տարածում, որ Դիցուկ Սամվել Կարապետյանը գնացել է գործարքի, գնացել է նստել է, Ռոբերտ Քոչյանը գնացել էր գործարքի։ Նմանատիպ մարդկանց միշտ մի հատ հարց եմ տվել, ասում, որ դուք դա ասում եք, հա գործարք։ Դուք երբերից ազատազրկման վայրում եղել եք։ Ընդ որում սա ձեր երրորդն էր, չէ՞։ Հա, իմ երրորդն է, կնոջինս առաջինն է։ Այսինքն ինչ գործարքի պետք է գնա Սամվել Կարապետյանը, որ այդքան տարի ապրած, այդ տարիքին, այդքան միլիոնների մեջ համաձայնվի գնա նստի ԿԳԲ-ի պատվալում։ Կամ ինչ գործարք դի առաջարկեք Ռոբերտ Քոչյանին, որ գնա տարի 7 ամիս նստի ԿԳԲ-ի պատվալում։ Լավ, ինչ գործարք դի առաջարկեք Արտակ Գալստյանին, որ համաձայնվի, որ իր որդին ու կինը գնան նստեն։ Այն նման բան ասողները թող գոնե գնան մի օր այդ անտերտեղը մտնեն, դուրս գան, մեկ օր չեմ ասում տարիներ։ Հետո նոր դրանից հետո ասեն գործարք։ Խոշտանգումն է բողոքարկել եմ, էլ ինչ անեմ, պլակատ կպցրել եմ ճակատից։ Հարցազրույցներ եմ տալի, ասում եմ գնում եմ իշխանափոխության, ասում եմ սրա հետ չեմ համագործակցի, բացատրում եմ քիչ եմ համագործակցի, ասում եմ սրա հետ կհամագործակցեմ, նպատակը։ Քանի ասել եք մեր հերոստատիտողների համար էլ ասենք, ում հետ եք Ռոբերտ Քոչյանի հետ երբևիցե չեմ համագործակցելու, Սերժ Սարգսյանի հետ չեմ համագործակցելու, Նիկոլ Փաշինյանի հետ չեմ համագործակցելու, Սամվել Կարապետյանի եւ մնացածների հետ կարելի է քննարկել։ Անձնական մոտեցում է թե գաղափարական։ Եվ գաղափարական, նաեւ կանոնական ֆոնը անկեղծ լինեմ 16 թվականին ոնց որ հիմա Նիկոլը նույն ձևի ինձ կալանավորել է Սերժ Սարգսյանը արդարացել եմ, Ռոբերտ Քոչյանի հետ գիտեք, որ կա խնդիր նաև Վանո Սիրադեղյանի հետ կապված, բացի այդ բարդի վրա հաղորդում է տվել, որ առավոտ ես փորձել եմ իրան սպանել, կամ իր կյանքին վտանգ եմ սպառնում։ Այսինքն այս երեքի դեպքում բացառված է որևիցե բան, որովհետև համյան կթիրախավորվեն, երկու անգամ ավելի շատ կթիրախավորվեն։ Ես համել ասենք հիմա եթե այսպես Սերժ Սարգսյանի հետ համագործակցեն,
ասենք ի՞նչն է տարբերությունը, որ Սերժ Սարգսյանը կնոջս տղայից չձերբակալեց, Ձեզ միայն։ Նիկոլը ձերբակալեց, արդյունքում նույն ձևի Սարգսին ա եղել եւ գաղափարական առումով որևիցե ընդհանրություն չի կարա լինի, բայց սա չի նշանակում, որ ես հանրապետական կուսակցությունից դիցուկ Արմեն Աշոտյանին տենալուց պիտի քարը վերցնեմ խփեմ իրան, կամ եթե նա ինձ բարևի, ես բարևին չպատասխանեմ, կամ եթե ես առաջին իրան տենամ չբարևեմ, որովհետեւ ես դիցուկ Արմեն Աշոտյանի հետ նստել եմ կալանք։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողի։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ Փոխադարձ։ Հարցն եմ կապված Երևանի հետ։ Երևան քաղաքում մանավանդ բակերում, այդ շենքերի բակերում այնքան մեքենա է հավաքվում, որ եթե մի արտակարգ իրավիճակ պատահի, այդ մեքենաները մինչև դուրս բերել, մինչև չգիտեմ կարողանան այդ արգելափակոցները բացել, մեծ ժամանակ անցնի եւ կարող է եւ մարդկային կյանք առնալ։ Ես շատ եմ մտածում, թե այդ ինքս դրանք չեն կարողանում վերացնել մեքենաների կանգառը բոլոր բակերը սպարկել մեքենաների կանգառներ։ Եվ հետո այ անվանափոխել են Լենինգրադյան փողոցը Կրկորյանի անունով։ Իսկ ինչու չի դերվում, ասենք չի առաջարկում, որ մի փողոցել անվանեն Վուդրո Վիլսոնի անունով։ Վուդրո Վիլսոնը հասկանալի է։ Համակարգել իրավարար, որը անբեկանելի անժամանցելի խնդիր։ Շատ շնորհակալ ենք զանգի համար եւ հարցերի։ Так, սկսեմ մեքենաներ, բակեր, կայանատեղիներ։ Երևան քաղաքի ամենալրջագույն խնդիրը դա չափից դուրս ավելացած ավտոմեքենաների քանակն է։ Ասենք նույնիսկ եթե վաղը ես դառնամ քաղաքապետ, ես չգիտեմ այդ հարցի լուծումը ոնց պետք է տանք։ Ականանք ժամանակավոր բերենք, ասենք վերգետնյա կամ ստորգետնյա ինչ-որ ծախսեր անենք, ավտոկայանատեղիներ սարքենք, էլի հարցի լուծում չի, որովհետև այն փողոցները, որ մենք այսօր ունենք, իրանց հոսքով անհնար է այդ քանակը տանել։ Դրա համար անդադ խցանումներ լինելու։ Բակերն էլ լիքը մեքենաները։ Ես ասեմ ավելին, եթե այս տեմպերով շարունակվի եւս մի քանի տարի, ոչ մի կարևորագույն բան չփոխվի, ուղղակի կարող է մի 2-3 տարի հետո տեղաշարժվել ընդհանրապես։ Հա, դուք ձեր բակից ուղղակի դուրս գաք ու կանգնեք, վсё։ Ես կարծում եմ միակ լուծումը դա փողոցների վրա երկրորդ փողոցներ, երկրորդ հարգով փողոցներ, մոտավորապես ասենք Կասյանի մոստի։ Հա, կամուրջի նման տարածք։ Բայց ամբողջ արդեն ընկոնե թե պիկային տեղերում պետք է արվի, դա էլ ահռելի ֆինանսական միջոցների հետ է կապված, որը այս պահին չկա։ Այսինքն համակարգային տիլի ու մենակ Երևանի քաղաքապետանը դա չի կարա ձգի, բարձում ասում ձեզ, իր ֆինանսական ռեսուրսներով, պետքա որ կառավարությունն անի, բայց այսօր որ նայում են, կառավարությունն էլ փող չունի, որովհետև պարտքերը ավելացրեց, սարքեց 12-13 թե արդեն 14 միլիարդ է, գնում է մենակ պարգևավճարներին եւ ոստիկանությանը։ Իշխանափոխությունից հետո արսու հաջողությամբ, եթե Աստված կամենա նորմալ իշխանություն ունենանք, միակ լուծումը տենում եմ երկրորդ հարգերը, որովհետև Էսկոմ չես կարալու լենանաս, որտեղ արդեն հասել ենք շենքերին, մայթերը չլինի։ Միակ ճանապարհը դա է։ Մեկ էլ բանը, գոնե թե վերգետնյա ավտոկայանատեղիներ ու ինչու՞ չէ, խելացի բան ասում, կարելի է նաև մի հատ օրենք անել, որ բակային տարածքներում մեքենաներ արգել ենք։ Դա էլ բերել է դժգոհությունների երկրորդ փուլ։ Բնակիչներն են, ասենք ընտանիքներով են գալիս, երեխաների հետ են գալիս եւ փողոցների անվանափոխության հետ կապված։ Μα փողոցների անվանականության, ասենք, ինչու մենակ Վուդրո Վիլսոն։ Տես կարանք իշտենք, ես դեմ չեմ Վուդրո Վիլսոնի, ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, հա, մարդը հանել է իր վրա վրջիր, որով Հայաստանը ասես բավականին մեծ, սիրուն, գեղեցիկ մի հատ պետություն է։ Բայց նույնիսկ եկեք նաև ընդունենք, որ վճիռ կայացրած պետությունը ինքը իր վճռին չի հետևել։ Ասենք, ցանկացած արդարադատության ժամանակ, երբ որ պետությունը կամ պետության դատանը, քանի որ դատան հանդես է գալի պետության կողմից, իր վճիռը երբ որ արձակում է դիցուք այս մարդը պետք է կալանավորվի, հետևից էլ ուղարկում է կատարողական թերթը, որ մարդիկ կատարեն։ Հիմա Վուդրո Վիլսոնը արել է այդ իրավարար վճիռը։ Դրանից հետո ինչ արել որ այդ վճիռը կայանա։ Ասեմ դրանից հետո ինչ արեց։ Իր նախորդ հաջորդ լավ Տրամպը բերեց Ալիևին ու Նիկոլ Փաշինյանին նստեցրեց իր կողք եւ փորձեց արձանագրել նաև Մեղրիի կորուստ։
Համարում եք, որ դա մեղրի կորուստ է։ Իդեպ, պարոն Գալստյան, ես հիշում եմ, որ ընտրություններից անմիջապես հետո դուք այստեղից ասացիք, որ գալու է մի օր Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Սյունիքը, եւ ես դες ասացի, եթե չհանձնի դուք հրապարակա պատրաստ եք ներողություն խնդրել։ Այո, բայց հիմա ոնց որտեղ հանձնում է։ Համարում եք, որ հանձնում է։ Իհարկե։ Դա ձեր կարծիքն է։ Մենք հեռախոսազանգեր շատ ունենք։ Լսեք նաև մեր հեռուստադիտողի։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեզ Յուրին պարոն Գալստյանին, հարցը հետևյալն է։ Եթե մեր հյուրը շատ սովորական քաղաքացի լիներ եւ մեր, ասենք, զոհերի հետ կապված թիվը, ասենք, ասել 5000, որ մեր համար շատ լսելի չի ու նույնիսկ շատ տգեղ է, ինքը ամեն ինչից տեղյակ մարդ, շատ լավ։ Եթե ես լսում եմ իր քաղաքական կշիռը հասկանում եմ ու ինքը ասում է 5000, արդյոք այդ պահին դա վրիպում է, թե դուք տենց եք ասում ինչ-որ քաղաքական դիվիդենտների համար։ Ես վատ եմ զգում, եթե գիտեմ շարքային քաղաքացի եմ 3900 չգիտեմ ինչքան ցածր լինի այնքան բան, բայց ովքեր 5 են ասում կամ որոշ չգիտեմ, չեմ ուզում եթերային ուրիշ բառերով ասեմ, մարդիկ ավելի են շատ ասում, դրանով ինչ են տանելու։ Ես հարգում եմ եթերային ամեն ինչը պահում, բայց կուզենայի ձեզ որ քաղաքական կշիռը չճասնեք ցած։ Շնորհակալ ենք Ծանկյալ, ինչ եք ասում 5000։ 5000-ից 4900 քանից հայտարարել է երկրի վարչապետը, պլյուս մինուս 50։ Մեզ կարա ասել 4980 կամ 88 կամ 5000։ Ասեմ ձեզ ավելին կոնկրետ թիվ էլ դեռ հրճակված չի, որովհետև դեռևս ունենք անհայտ կորածներ, որոնք այդտեղ գումարված չեն։ Այդ ընդհանուր հանրագումարի մեջ ես ասենց ասեմ, այն 5000-ը այն մոտավոր թիվն է, էլի ճշգրիտ չի, որ կարելի ասել, որ այս կարգի է եղել։ Եթե հիշում եք, նույն խնդիրը եղավ 21 թվականին դեբատների ժամանակ հանրայինում, որ ես այդ նույն հարցը տվեցի Նիկոլ Փաշինյանին անհայտ կորածների հետ կապված։ Երբ որ ինքը հրապարակել էր մի հատ թիվ, որ ընդամենը ունենք 130 անհայտ կորած, ես ընդամենը անհայտ կորածների փոխհատուցումների թիվը դրեցի, ասացի ամեն մեկին փոխանցում եք այսքան, թիվը գալիս է կայնում է 600։ Դուք հայտարարում եք 130, այդ դեպքում իսկ ասեք տենամ ինչ նախնդիր են մնացած 470-ը փողը ուղարկի ուտում եք, թե տալիս եք մարդկանց, եթե տալիս եք մարդկանց, ուրեմն անհայտ կորած են, եթե անհայտ կորած են, ինչի 130։ Այսինքն այդ թիվը էլի մոտավոր է, որտեղ նորից եմ ասում, դեռ հաշվարկված չի անհայտ կորածները զոհվածների մեջ չեն մտնում։ Բայց հիմա կուզենայի եթերային խոսքը ցած լավ պահող մեր քաղաքացուն հարց տայ։ Այդ անհայտ կորածները, որ արդեն 5 տարի է չկան։ Մասունքներն էլ չեն մտնում։ Մասունքներն էլ չկան։ Ես իրանց որտեղ գումարեմ։ Արդեն քանի որ խոսեցիք պատերազմից, լավ, այս հարցն էլ տամ եւ անցնենք մնացած նախատեսած հարցերին։ 44 օրյա պատերազմի այդ հանգամանքների հետ կապված զեկույցը փաստորեն մնաց դարակում։ Ինչու՞։ Ուրեմն ասեմ ձեզ, ընդհանրապես այն իմ աշխատած։ Դուք սպասում եք այդ ընդհանրապես դրա հրապարակայնությունը, հրապարակավ դրա զեկույցը լսելու շանսեր ունեիք եւ ընդհանրապես ինչ որ Սենց ասեմ, կանխատեսում եմ, որ սենց էլ ավարտվելու է։ Չեք վստահում, թե պարզապես գիտեք, որ պետք է ձգձգվի, գուցե օբյեկտիվ հանգամանքներով է ձգձգվել։ Չէ, ասեմ ձեզ խնդիրն ինչումն է։ Ուրեմն իրավաբանության մեջ նաև իմ աշխատած տարիներին սենց ուժային համակարգում կա մի հատ սենց ասույթ։ Ասում է ցանկացած գործ քննես նենց, որ հանկարծ նենց չլինի, գործի արդյունքներով ինքը դուրս գաս քո վրա։ Հիմա կարծում եմ 44 օրյա պատերազմը այն ինչ որ կատարվել է։ Գոնե թե առերևույթ մեղավորների մասով այնքան ակնհայտ է, որ դու այդ հանձնաժողովը ոնց ուզենաս ֆռասնես, դու ես գալու ինքդ քո վրա։ Ես կարծում եմ վերջնական արդյունքում հենց դրա վրա էլ կանգնել են, որից հետո գնաց այս թատրոնը, որ ժամկետ անցա, կամ էսա, կամենա, դրա համար հանեցին արանքից, որտեղ երբ որ կհրապարակվել այդ զեկույցները, կլիներ եւս մեկ հիմնավորված արդեն իրանց ձեռով ապացույց քաղաքացիական պայմանագրի մեղքի մասով 44 օրյա պատերազմի հետ կապված։ Հակառակ դեպքում այն քարոշչական գիծը, որ քաղաքացիական պայմանագիրը իշխանությունը այսօր տանում է, որ ամեն ինչում մեղավոր են նախկինները, այս զեկույցին անց համար մի հատ հրաշք նվեր պետք է լիներ, հանեին, հրապարակեին, հիմնավորեին։
Այսինքն նույնիսկ այս 44-օրյա պատերազմի հետ իրանց քննիչ հանձնաժողովով իրանք չեն կարողացել գտնեն հիմնավոր ապացույցները, որ ամբողջը գցեն նախկինների վրա։ Հետևենք զարգացումներին այդտեղ։ Հիմա ինչ է կատարվում մեր օրերում, ձերբակալություններ, կալանքներ, եկեղեցի, քաղաքապետ Վարդան Ղուկասյան, փորձենք եկեղեցուց հասնել մինչև Գյումրի եւ այլն, բայց նաեւ կանդրադառնանք Մասիսի քաղաքապետը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Ընդ որում Դավիթ Համբարձումյանը վարչապետի թեկնածուն էր հանրապետական կուսակցության կողմից առաջադրված։ Ну, իր գործի բուն մանրամասներն ես որպես այդպեսին այդքան տեղյակ չեմ։ Դա ընդհանրապես Հայանից Թովտաշատ Խաչմերիկի բանուկյան հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որը մասնակցել է եւ ինքը եւ եղբայրը։ Այնտեղ նաեւ կրակոցներ եղել։ Ես հիշում եմ, որ նաեւ որոշակի տեսանյութներ կար։ Դրա համար չեմ ուզում անդրադառնամ քրեական գործին, արդյոք վճիռը արդար էր, արդար չէր, որովհետեւ չեմ տիրապետում։ Զուտ ընդհանրապես մի բան կարող եմ ասել։ Արդեն զուտ կարամ խոսամ, ինչով եմ համարում դա նույնպես քաղաքական հետապնդում։ Ձեր գործի հետ եք արդեն ինչ որտեղ ընդհանրություն տեսնում։ Չէ, զուտ պատժաչափի մասով։ Որտեղ մենք ունենք նախադեպեր, որ նույն դատավորները, ասենք դիցուկ թվրաշրջանառության առավել խոշոր չափի դեպքում, որը նախատեսումը 6-ից 12 տալիս են 6, կամ մի բան էլ ժողովրդի լեզվով ասած հատակն են ծակում, իջնում են ներքև։ Դավիթ Համբարձումյանի դեպքում, որ գիտեմ ունի 3 անչափահաս երեխաներ, վերջ-վերջո քաղաքապետ է, ունի հանրային ճանաչում, առաջի դատվածությունն է, չգիտես ինչու տրվում է 4-ից 7 տարի նախատեսող հոդվածով գրեթե առավելագույն պատիժը։ Այդ մասով կարող եմ ասել, որ միանշանակ քաղաքական է, նաև լավ լուր ունենք, այսօր կարդացի, որ Դավիթ Հարությունյանը փաստացի կալանավորված չի, հանրապետությունում չի, ամենայն հաջողությամբ երևի չի էլ գա։ Այնպես որ հասկանալի է։ Հիմա չեմ ուզում խորանամ, թե ինչու այսքան իմանալով հանրապետական կուսակցությունը իրան առաջադրեց, գուցե առաջադրեց, որ պաշտպանի, դա էլ է նորմալ քաղաքական բանի մեջ նորմալ է, բան չունենք այդտեղ։ Եվ ընդհանրապես ինչ է կատարվում Գյումրիում կալանքները, նույն Վարդան Ղուկասյանի հետ կապված։ Ինչ վերաբերվում է Վարդան Ղուկասյանին, ինչքան որ ես եմ տեղյակ, ոնց է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է բոլոր հարցերով YouTube-ը նայեք, այդ YouTube-ը նայել եմ։ Նայեք հետաքրքիրը որն է։ Ձայնագրության առաջին մասը կատարվել է 24 թվականին։ Նույն ճարտարապետի հետ, որը այսօր կալանավորված է։ Բայց ոչինչ, որ այդ ճարտարապետը, որ կաշառքի խոսակցությունն տանում, քաղաքապետ տեղել է Սարիկ Մինասյանը, ոչ թե Վարդան Ղուկասյանը։ Ասկին եթե գնում ենք առաջի մասով, ԿՊ-ի քաղաքապետի ենթակա ճարտարապետը վերցնում է կաշառք, չգիտես ինչու մեղադրանք առաջադրվել Վարդան Ղուկասյանը։ Ինչ վերաբերում է երկրորդ մասին, ես երեկ Երևանի ավականուն նիստում եմ նույն բանը հայտարարել, նորից կրկին որպես իրավաբան եմ խոսում, ասենք մենք չունենք փորձագետ։ Դա առաջինը ձայնագրությունը, դատականանքի դատական նիստին չի բերվել, չի ներկայացվել։ Բայց ոչ էլ իրենք են հերքել, ոչ էլ հաստատել։ Այն այդպես դուք գնում եք ԿՊ-ի քարոզչությունը, ասում է Վարդան Ղուկասյանը ոչ հերքել է, ոչ հաստատել։ Ինչ որ իրանք տալիս են այդ ամեն դեպքում հասարակաշարքային քաղաքացին այդ։ Բայց Մարի, երբ որ քրեական իրավունքի կամ քրեական նախաքննական վարույթում անձը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է, դա նշանակում է, որ անձը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այսինքն Վարդան Ղուկասյանը ցուցմունք չի տվել։ Այսինքն մարդուն հարց է տալիս, այդ մարդը այդ հարցին չի պատասխանում։ Քրեական դատավարությունը եւ միջազգային իրավունքը հստակ սահմանում ասում է, եթե անձը ցուցմունք չի տալիս, կամ օգտվում է մեղադրել իր իրավունքից տվյալ հարցին չի պատասխանում, դա որևիցե կերպ չի կարա մեկնաբանվի ի վնաս իրան։ Այսինքն մարդուն հարց է տալի, դու կաշառակել ես, ինքը ասում ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց, ելնում ենք ասում ենք ինքը չհերքեց, որ ինքը կաշառակել է։ Հիմա այդ են անում, դա են մանիպուլյացիան։ Հիմա չունենք փորձագետի եզրակացություն, որ դա Վարդան Ղուկասյանի ձայնն է։ Վարդան Ղուկասյանը չի ընդունել, դες իրանք ասում են չի հերքել, ես ասում եմ չի ընդունել, որ դա ինքն է, երկուսը։ Երբ 24 թիվ քաղաքապետ չի եղել, սա էլ 3։ Վերջ-վերջո այդ մարդը լավ, անկախ իր կերպարից եւ ամեն ինչից, որ այդքան գեներացվում է։ Եկեք հասկանանք այդ մարդը անմեղության կանխավարկած իրավունք ունի, թե չէ սպեցից։ Ունի։ Եվ 4-ը, որ իմ համար որպես իրավաբան անհանգստացնում է, ասենք Վարդան Ղուկասյանը ստանձնում է քաղաքապետի պաշտոնը, հաջորդ օրը իր վրա դրվում է գաղտնալսում։ Լավ, հասկանանք, որ քրեական գործի վարույթում
Ու մի հատ բնական հարց եմ տալիս, հիմա եթե այդ օրը Վարդան Ղուկասյանը երթում չտար, չտանձներ, արդյոք իրա վրա գաղտնալուսում կլիներ։ Այսինքն սա պլանավորված միանշանակ քաղաքական հետապնդում է։ Ես չգիտեմ, նորից եմ ասում, քրեական գործի մանրամասներին չգիտեմ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեզ ուղղորդում է դեպի այդ YouTube-յան ալիքը, այդ YouTube-յան ալիքից նայելուց ես որպես իրավաբան իմ մոտ այդ համոզմունքն է։ Ես էլ եմ ասում, ինքը կարա լինի մարդակեր, ինչ ասես կարա լինի Վարդան Ղուկասյանը, ինչպես մեզանից ցանկացած է։ Բայց հիմա մենք խոսում ենք կոնկրետ մեղադրանքից, կոնկրետ դրվագից, ես այս դրվագով դեռ Վարդան Ղուկասյանի մեղքը չտեսա։ Ինչպես նաև չեմ կարողանում պատկերացնեմ, թե ասենք կոմունալի, ոչ թե ճարտարապետական վարչության 11 անդամ, լավ ենթադրենք ինչ-որ մի բան արել են աշխատակից, լավ իրանց էլ է ձերբակալել։ Բայց լավ քաղաքի 11 մաքրման մեքենաները ինչ է տարել գայի Տուգանային հրապարակը։ Ինչ են տարել, հիմնավորումը ո՞րն է։ Չկա։ Կամ երկրորդը, ասենք հիմա որպես իրավաբան եւ նախկին աշխատակից նայում եմ այդ կադրերը։ Լավ, այն մեր փառապանց ոստիկաններին, հատուկ ծառայության աշխատակիցներին, որոնք դες ջարդում են պետական գույքը, չէ՞ որ քաղաքապետանի գույքը դա Վարդան Ղուկասյանի գույքը չի, դա պետության գույքն է։ Որտեղ ջարդում են, ինչ-որ մեկը պատասխանատվություն կրելու է դրա համար։ Հիմա ես ու դու որ գնանք կառավարության դուռը ջարդենք, մեզ կդատեն։ Հիմա այն մարդիկ, որ Գյումրիի քաղաքապետանի դուռն ու գույքը ջարդում էին դիտավորությամբ, ընդ որում ակնհայտ էր, որ դրա անհրաժեշտությունը չկար։ Այն դրսի հանրությունն էր, արդեն այնտեղ ընդվզում եւ արագ էին կարծես թե գործում կամ ինչ որ մթնոլորտ է ստեղծում։ Հանալի կա բացի։ Հանալին ուզեցիք չտվեցի։ Բայց Վարդան Ղուկասյանին կարող էին հրավիրել եւ ոչ թե այդպես ակնհայտ բուռն գնալ եւ ինքը կգնար։ Իհարկե։ Ճանաչելով իրան, ես իրան շատ լավ ճանաչում եմ, իհարկե կգնար։ Իսկ այս ամենը ինքը Վարդան Ղուկասյանը ամեն դեպքում ռիսկերը հաշվարկել էր, պարոն Գալստյան։ Հիշենք, որ գյումրեցիներին հայտարարում էր, որ ինձ հանկարծ կան իմ ետևից։ Հիշում եք, ասում էր, եթե իմ ետևից գան եւ ինձ տանեն, հեղափոխություն կլինի։ Բայց հեղափոխություն չի լինում։ Դե հիմա չես կարող ասես։ Այսինքն դուք դեռ ասենց ասեմ ձեզ, հասարակ սուրճ պատրաստելուց, որ տակի կրակը վառում ես, ինքը վարքյանական հոչ չի է։ Եթե մի քիչ բաժակն դել շատ եք լցում, ասենք լավ, եկեք հեղափոխության կոչեր մենք այս մեր եթերից չենք անում, պարզապես մենք իրոք տեսանք, որ գյումրեցիները կանգնեցին իրենց կողմից ընտրված քաղաքապետին աջակցություն, որտեղ եթե ԱԱԾ-ի այդ աշխատանքներն ենք ասում դուրը կոտրեցին եւ այլն, եթե հանրությունը հնարավորություն տար հանգիստ դուրս գալու, չեր լինի նաեւ այդ միջադեպերը։ Լավ, այդ նույն տրամաբանությամբ դեպքում հարց եմ տալի, երկրորդ հարգի պատուհանը խեին կոտրում։ Եվ ինչու էին կոտրում։ Չգիտեմ։ Որ ցույց տային, որ իրանք տես sense վախի մթնոլորտ է, վախի մթնոլորտ ստեղծելու համար ընդհանրապես մոռացել են, որ ջարդում են ոչ թե Վարդան Ղուկասյանի գույքը, այլ պետության գույքն են ջարդում։ Քանի որ ջարդելուց ենք խոսում, այս իր ուժղայիններից ենք խոսում, նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կգործի։ Պարոն Գալստյան, ինչ եք կարծում, ընդ որում միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ եւ վերապատրաստված անձնակազմով։ Ընդ որում սա կարծես թե մեր ներքին անվտանգությունը պետք է ապահովի եւ այս ինչի մասին է։ Ստացվեց միջև այդ պատրուլը, բարեկային ծառայություն, միջազգային նորմերին համապատասխան։ Դուք պատկերացնում եք ֆիդայական շարժման ժամանակ սենց մի գվարդիա ունենայիք, բայց սպառազինված։ Հիմա ուզում եմ հասկանամ, ես կարծում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու արդեն պատրուլը դարել է հիմնականում հումորի եւ կատակի առարկա, բռնած իրենց իրավական գիտելիքներից, վերջացրած իրենց պատրաստվածությամբ։ Բայց կան դեպքեր, որ տղաները լավ են աշխատում եւ եկեք։ Չեմ ուրանում կան, ասեմ ավելի։ Շատ բազմաթիվ եւ կյանքերի փրկելու եւ օրինականություն անելու։ Իրենց ղեկավար կազմում մեջ թե այնտեղ ունեմ բավականին շատ լավ ընկերներ, հիմա անունները չեմ տալի, որ չթիրախավորեմ իրանց, բայց մեծամասամբ ունենք այս պատկերը։ Հիմա այս գվարդիայի ծառայողները, Տիկին Մարի, մենք դրսից չենք ներմուծելու։ Բայց իրենք պատրաստված են, հատուկ պատրաստված մարդիկ են եւ դա լինելու հենց դա մասնագիտացված կառույց է։ Համաձայն եմ, որտեղ են պատրաստվել, ովքեր են պատրաստվել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առանց բարձրագույն կրթության կարող է դառնալ ոստիկան։ Հիմա այդ մարդիկ դարել են ազգային գվարդիա։ Մարդու գան աշխատեն
իրանց էլ այդ անմեղության կանխավարկածը հարգենք, տեսնենք ոնց են աշխատում։ Եթե այն ինչ որ գրած է թղթի վրա, այն ինչ որ հայտարարված է, դրա գոնե 50% իրականություն դառնա, ես կողջունեմ, կասեմ, հա, քայլ առաջա ճիշտ է։ Դու ազգային գվարդիաների ստեղծման ամբողջ իմաստն է, որ ներքին խժդժությունների ժամանակ, այն որ մենք ունենք սահմանադրական նորմ, որ արգելում է բանակի ներգրավվածությունը, որ այդ խնդիրը փակվի։ Հասկանում բոլորը բանակը չներքաշվի բոլոր այդ քաղաքական։ հարցերով զբաղվի ազգային գվարդիան։ Բայց հիմա ոնց որ ասում եմ, երեխան նոր ածնվում, նա թոցնվի, մեծանա, հասկանանք ումով է համալրված։ Ես սկեպտիկ եմ, Աստված սխալվեմ։ Այդ եթե կստացվի, կավլիցի, բայց գոնե պատրուլի նման չլինի, էլի, որ ամբողջ համակարգը ընկած լինի ընդհանրապես 5-10 տղայի կամ լավ 100 տղայի վրա։ Ում է պատկանում եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուշարձանները կվերադարձվեն հանրությանը, եկեղեցին հայտարարում է, որ մայրաթորին են պատկանում։ Ընդհանրապես ոչ ես, ոչ դուք, ոչ Նիկոլ Փաշինյանը եւ որևէ մահկանացու չի կարող որոշի եկեղեցին ումա պատկանում, որտեղ դա ի սկզբանե որոշված է, որ եկեղեցին դա Աստծո մարմինն է, Աստծո տունն է։ Բայց կառավարության հաշվեկշռի վրա նստած հուշարձաններ են համարվում։ Հեսա հերթով գալիս է։ Հիմա ասում զուտվեհապար եւ եկեղեցի։ Այդ որ ասենք քրիստոնեությունը կամ հավատը սաղմոս կարդալով չի։ Հիմա կարծում եմ որևէ մեկը չի վիճարկի, որ եկեղեցին դա Աստծո տունն է։ Նիկոլ Փաշինյանը չի վիճարկում, որ Աստծո տունն է։ Գնացինք առաջ, շատ լավ է։ Ոնց այդքան տեղան համա երկուսով նույն կետի վրա են կանգնած։ Հիմա Աստծո տան կառավարիչ, դա գրած է նաև գրքերում Սուրբ եւ Ավետարանում։ Նշանակում է Տեր Աստված։ Նույնիսկ այնտեղ գրած է հենց դրա հետ կապված, ասում է նշի, որ դու ես ընտրվել, այդ ես եմ քեզ ընտրել, որ դու ընտրվել ես։ Հիմա կուսակրոնության ուխտա խախտեց, մարդը չի խախտել, բայց դա էլ ակնհայտ փաստ, որ 1990 թվականի հոկտեմբերի 27-ին ելնելով այս ավետարանչական դրույթից, որ ես եմ քեզ ընտրել, ոչ թե դու ես ընտրվել, Աստված կարգել է կաթողիկոս։ Ինքը տենց է որոշ։ Հիմա եթե ինչ-որ մեկը փորձում է այս դրույթը խախտի, ես ընդհանրապես երրորդ դրույթը ավետարանչական Իրան խորհուրդ կտամ կարդալ, որտեղ գրած է սև հոսպիտալի վրա, որ Աստծո գործերը անքննելի է։ Ըստ մի բան կարամ ասեմ, ով ենք մենք, որ որոշենք, թե Աստված այս քայլը ճիշտ է արել կամ սխալ է արել։ Սա գալիս է ստից, սա մեր գործը չի։ Ինչ վերաբերում է մշակութային են հուշարձաններին, որոնք գտնվում են կառավարության հաշվեկշռի վրա։ Այստեղ զուտ ֆինանսատնտեսական ընդհանրապես հարց կարող եմ տամ, իսկ ինչու են միջև կառավարության հաշվեկշռի վրա։ Ինչի այսքան տարիների ընթացքում հայ առաքելական եկեղեցին չի վերակառուցել դրանք, չի վերականգնել դրանք, այսպես խնդիրներ կա։ Առավելևս լինելով հարկերից ազատված։ Օրինակ ես կառաջարկեի, որ ոչ թե սենց Նիկոլ Փաշինյանն ասում է ճուլաններ են։ Դե ամեն մարդ դման արտահայտություն անում է ըստ իր արժե համակարգի։ Ես նորից եմ ասում, եթե վաղը բերեք հիմնավոր ապացույցներ հերո Գարիգին բից, որ ինքը մարդակեր է, դա ինձ իրավունք չի տա Սուրբ Էջմիածին անվանել ճուլա։ Նորից մեր խոսակցությունը մենք սկսեցինք նրանից, որ դա Աստծո տունն է, Աստծո տունը չի կարա ճուլան լինի։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Աստծո տունը ճուլան է, դա նշանակում է իր հոգին էլ է ճուլան, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Եւ եկեղեցու հետ կապված Տեր Արամ եւ ներկայումս արդեն Ստեփան Ասատրյան քաղաքացի այս թնջուկը ինչպես է ամեն դեպքում լուծում ստանալու, որտեղ տեսեք մի փոքրիկ համայնք, բայց արդեն ամբողջ հանրապետությունով իրարը շփոթես է։ Շատ հանգիստ հիմա գործող իշխանությունը փորձում է իրանով ինչ-որ մանիպուլյացիաներ անել։ Կարծում եմ չի ստացվի, լավագույն ապացույցը 3 որ փսակադրողների հայրը հրաժարվեց։ Հիմա ինքը ասում է կարգալույց արած եղածը չի կարող իսկ կարգալույց անել։ Ես էլ ասում եմ թե կարգալույց արածը Պարոն Գալստյան, ներողություն եմ խնդրում, մեր հեռուստադիտողներից զգուշացնեմ, որ դուրս են գալիս ABC-ից, բայց շարունակում ենք մեր զրույցը, ձեր միտքը դուք կավարտեք մեր Նոյանտապանի Պատրոնում եւ YouTube-ում կարող եք հետևել մեր այս ներկայությամբ ընթացող եթերին։ Հիմա Ստեփանին որպես հոգեվորական ձեռնադրել է կաթողիկոս։ Հիմա Պարոն Ստեփան, եթե դուք գտնում եք, որ ինքը իրավունք ունի ձեզ
կարգալուծանելու, նշանակում է իրավունքը չուներ ձեզ հոգևորական կարգելու, ցանկացած դեպքում դուք հոգևորական չեք։ Ուզում է նա ճիշտ լինի, ուզում է սա ճիշտ լինի։ Եկան փաստորեն ներքին եկեղեցական կանոնակարգ, որին պետք է ենթարկվեն։ Դե էսենց ասեմ, Հիսուսի 12 առաքյալների մեջ էլ Հուդա եղել եւ նշել, որ Հիսուսը դրա մասին չգիտեր։ Այսինքն իդեալական հասարակարգ, որտեղ չկան դավաճաններ, չկան որգրամոլներ, չկան սրբապիստներ, մենք երբևիցե աշխարհի Մենք ոչ մեկին այդ որակավորումները չենք անում, խոսում ենք ընդհանուր երևույթի Ես ընդհանուրն եմ ասում։ Հիմա նույնն էլ էս համայնքում, Քավլիցի, բնականաբար միշտ կգտնվեն մարդիկ, որոնք որ Չարախոսային կամ Կչարախոսային, կդավաճանեն իրանց սկզբունքներից կամ էս կանեն, Աստված իրանց հետ։ Բայց ինչ վերաբերում է եկեղեցուն եւ բուն եկեղեցական թեմային, ես ոնց ասեմ ձեզ։ Նուրբ թեմա է եւ այսքան տարիներ երբևիցե ոչ մեկ դրա։ Որտեղ դան բոլորին ուղարկի կարդալ պատմություն։ Ինչ եղավ Պապ Թագավորի վերջը, երբ որ սպանեց Ներսես կաթողիկոսին, ինչ եղավ իրանց ֆրանսիական արքաներից, ասենք Ֆիլիպ 4-րդի վերջը, երբ որ հարձակվեց Հռոմի Պապի վրա, թե ես չեմ ասում ճիշտ արեց, սխալ արեց, ինչի համար արեց։ Դա մի ոլորտ է, որտեղ մենք մահկանացումներս, իմ խորհուրդն է բոլորին, պետք է աշխատենք քիչ մտնենք։ Ընդ որում օրինակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կանգնած են վեհապար Հայրապետի եւ Ինչու մենակ Սերժ եկեղեցու Սարգսյանը, ես էլ եմ կանգնած, բայց ոչ թե Սերժ Սարգսյանի հետ միասին, ես նույնպես կանգնած եմ վեհապարի եւ հայ առաքելական եկեղեցու կողքին։ Եվ պարոն Գալստյան, վերջին հարցս, որը կուզեմ լսել նաև ձեր դիրքորոշումը արտաքին հարաբերությունների հետ կապված, փաստորեն Բաքուն մեզ հնարավորություն է տալիս ոչ թե Լարսով, այլ Ղազախստանից, Ադրբեջանով ցորեն ստանալ, եւ այս դեպքը երկու կողմերն էլ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը համարում են, որ սա շահավետ գործարք է, գնում ենք մենք խաղաղության, ընդ որում Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այդ գործի հետ կապված Ալիևին։ Մի խոսքով գնում ենք խաղաղության։ Ինչի մասին է այս ամենը եւ Երևանում են փաստորեն հոկտեմբերի 21-ից 22-ը տեղ ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների այդ փորձագիտականների կլոր սեղանը եւ Դիլարա Էֆենդինան խանումը փաստորեն Երևանում էր։ Միջարից այդ Դիլարա Էֆենդիրովան ինքը նաեւ դեռևս 10 տարի առաջ խաղաղության պլատֆորմ էին սարքել։ Բավականին մեջ լրտեսական սկանդալ բացվեց Հայաստանի Հանրապետությունում, որտեղ Վահան Մարտիրոսյան, Ագին Մարտիկ ձերբակալվեցին, դա այդ նույն իրանց հատուկ ծառայությունների աշխատակիցն է։ Նկատի ունեք, որ Էֆենդինան ոչ թե իրոք նպատակային է եկել այդ խաղաղությունը, Ինքը ակնհայտ է, որ ինքը ժամանակ դրա հետ միասին այդ խաղաղության իրանց պլատֆորմի մեջ էր նաև Հակինաց թերթի խմբագիրը, հատուկ ծառայության աշխատակիցներ կային, բավականին մեծ լրտեսական սկանդալեր են ժամանակ, եթե չեմ սխալվում 11, 12, 13 թվականների։ Նույն դեմքերն են, ոչ մի բան չի փոխվել, բայց հիմա անդրադառնանք սահմանների բացման, ախր դուք ինքներդ ձեր հարցի մեջ նշեցիք։ Ասենք ինչ է նշանակում Լարսի փոխարեն։ Դե այդպես է ստացվում, ազատագրում եք ցորենը Լարսից։ Լարսի փոխարեն թույլ է տվել, որ Ադրբեջանով գա մտնի Վրաստան, Վրաստանից մտնի Հայաստան։ Մետը խաղաղություն է, թող Ադրբեջանից մի անգամից մտնի Հայաստան։ Խի Վրաստանով, ինչի մենք պիտի հայերը ավելորդ տրանզիտ գումար տանք վրացիներին։ Մեկ։ Երկրորդը տնտեսական կոմպոնենտը։ Այդ ծորանը մեր վրա նստելու ավելի թանկ, քան ստեղ ռուսական, այսինքն ժողովրդի մոտ հացիգիրը նորից բարձրացավ, դա այդ երկրորդը։ Եվ երրորդը։ Ես կարծում եմ, դա ընդհանրապես ավելի շուտ Ալիևի կողմից քարոզչական ժեստ է, հա, որտեվ աշխարհն էլ գիտի, որ եթե մի բանը թանկ է, մեկ այժան, մարդը միշտ գնելու այժանը։ Ժեստում համար, արևմուտքի։ Ոչ։ Թե Նիկոլ Փաշինյանին ընտրություններից առաջ որոշակի կարտ բլանշ տալը, որ ինքը կարողանա խաղաղության թեման շահարկի, ուրիշ ոչ մի բան չկա ստե։ Ապա շրջակապակման մասին կխոսանք այն ժամանակ, նշի որ մենք խաղաղության դեմ ենք։ Այն ժամանակ, երբ որ ասենք դիցուկ Նախիջևանով ճանապարհը բացված կլինի, Ղազախով ճանապարհը բացված կլինի, թեև մեկը բացատրի, եթե մենք գնում ենք խաղաղության, խեն մեր գերիները միջև Բաքվի բանդու։ Ես հիշում եմ 94 թվականին հրադադարը, որ կնքվեց, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց, ինչքան ադրբեջանական գերիներ ունենք, դրեցինք ինքնաթիռը ուղարկեցինք Բաքու։ Այն ժամանակ կային թույլ կարծիքներ, որ պայմանագրով նման բան նշած չի,
կարող է ադրբեջանցիները հակառակը չանեն։ Ես լավ հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ ասաց, որ ես Հեյդար Ալիևին բավականին լավ եմ ճանաչում, ինքը հակառակը նույնը կանի։ Ալիևը արեց, Հեյդար Ալիևը դա արեց։ Հիմա հաշվի առնելով, որ նույն Ալիևներն են, հարց եմ տալիս, եթե մենք գնում ենք խաղաղության, ամեն ինչ այդքան լավ է։ Եթե մեր իշխանությունը այսօր ցեղասպանություն, բան, ամեն ինչ մոռացել ենք, ասում ենք, մենակ թե հացը լի, ջուրը լի, լավ ապրենք։ Մեր գերիները խի չեն գալիս։ Կամ ինչի՞ ես դու սահմանը բացում, այսինքն որ սահմանը բացեց Ալիևը, ես դա եմ ուզում հասկանամ, եթե բեռները նորից գալու են մտնեն վրացական սահման, Վրաստանից մտնեն ստեղ։ Այսինքն խստեղ խնդիրը գալիս է Լարսից կմտնեն, թե Տիցուկ Քելբաջարից։ Սահման չի բացվել։ Այ երբ որ կբացվի Ղազախով, կասեմ բացվել է, օքեյ, ապրեք, լավ։ Իսկ պետք է վերահսկի ամեն դեպքում մենք սննդիկությունը։ Դե Սունիքի միջանցքը հստակ է, որ հայերը չեն վերահսկելու, իսկ եթե չեն վերահսկելու, դա նշանակում է միջանցք, այսինքն հայկական սուվերենիտეტ։ Միջանցք մենք չենք ասում։ Միջանցք չի, դա Թրամփի ուղի է։ Լավ, թողնի Տրամփի ուղին, որը չեն վերահսկում հայկական ուժերը։ Չեն էլ վերահսկելու։ Ոչ, 100 տարով տալիս ենք, որը կարա եւս 99 տարով երկարացվի։ Հիմա ձեզ հարց եմ տալիս։ Բայց այդ թղթի մեջ չկա այդ բառը, այդ թղթի մեջ չկա գրված, որ մենք չենք վերահսկելու։ Ինչու է ամեն ինչ այսքան sense վատ գույներով նայում։ Այդ դեպքում 99 տարով ինչ են կոնցեսիա տալի։ Եվ անխոչնդոտ բառը ոնց ենք հիմնավորում։ Այսօր դուք ինձ հրավիրել եք, հա, ես եկել եմ ձեր մոտ հյուր։ Նույնիսկ իմ ստեղ գալը անխոչնդոտ չեմ կարա համարեմ, որտեվ կարալից դերքևը կանգնացնել պահակը կամ դուք ասեք Արտակ ջան 2 րոպե սպասի։ Ճիշտ եմ թե չէ։ Այո, ճիշտ է։ Անխոչնդոտ դա նշանակում է, որ նույնիսկ դուք ձեր տան դրան դիմացից չեք կարելու ասեք 2 րոպե սպասի հավաքարը ավելի նոր մտի։ Դա նշանակում է հայկական սուվերեն տարածքից դուրս։ Թղթով մերն է։ Կարծում եմ, այսինքն թղթով մերն է եւ ես ուզում եմ լավատես լինել։ Պարոն Գալստյան։ Խավլիցի լինենք լավատես։ Լինեն առարկայական գործընթացներ։ Բայց խաղաղությունները իր գինն ունի, չի կարա լինի հայ ազգի արժանապատվության, առավել եւս, որ այդ բեռը թողանք մեր թորներին կամ երեխաներին։ Եվ որպես վարչապետի տեխնազու շարունակելու եք դուք ձեր պայքարը։ Միանշանակ։ Հետևենք զարգացումներին, պարոն Գալստյան, կարծում եմ առիթ կունենանք նորից հանդիպելու, ընդ որում դուք ձեր Facebook-յան էջում եք բավականին ակտիվ, իրադարձություններին հետևում եք, այնպես որ առիթ լինելու դեպքում նորից կհանդիպենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։